Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 13-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Այսօր կնայենք նոր քարտերով, որոնք որ եկել են, ես արդեն մյուս ալիքում պատմել եմ ինչպես է եղել, որ սա եկել ինձ են հասել։ Այս քարտերով ես էլ եմ աշխատել, ուղղակի 1-2 անգամ անելուց հետո եւս էլի կվերհիշեմ, որ նկարը որին է պատկանում, այդպես որ ավելի արագ ստացվի կանխատեսումը։ Դե տեսնենք ինչ է սպասվելու մեզ բոլորիս, տարվա ծնվածներիս այդ օրը ամսի 13-ին։ Գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին մայիսի 13-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը հաջողություն ունեք, ինչ-որ մի բանը հաջողությամբ կանեք, կավարտեք, կվերջացնեք, նոր դռներ են բացվում ձեր առջև, նոր հնարավորություններ, և այստեղ հանդիպում կամ շփում կունենաք ոչ մասնագետի հետ, բայց հուզվում եք, կամ նաև արտասվում եք, չեմ կարող ասել, կախված է այնտեղից դուրս գալուց է դա, թե այնտեղ մտնելուց է, այդ պրոցեսը կատարվում։ Նաև օրվա ընթացքում տատանվում եք, ծանր ու թեթև եք անելու, ընտրության առջև կանգնած կլինեք, ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ, ոմանց ամուսնության առաջարկ կանեն, դուք կանեք ամուսնության առաջարկ, հրավեր հարսանիքի, նշանադրության կամ տանը շատ կարևոր իրադարձություն է ընտանիքի համար, նաև գործարք կարող է լինել, գործարք կնքեք, կարող է լինել աշխատանքի բերումով, կարող է մեկ այլ հարց է, և գումար եք կամ վճարելու կամ ստանալու այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, տարվա ծնված ցուլերին է վերաբերվում։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 13-ին։
Հարգելի ցուլեր, տարվածնված ցուլին է վերաբերվում իհարկե սա։ Այդ օր ինչ-որ մի բան է ուշանում, ինչ-որ մի բան է ձգձգվում, ինչ-որ մի բան կուշանա, մոտավորապես 1-ից մինչև 1.5 ամիս։ Նաև ոմանց ամուսնության առաջարկ կանեն, ոմանց դուք ամուսնության առաջարկ կանեք, հրավերք հարսանիքին, նշանադրության, պատրաստություն, նշանադրությանը կամ հարսանիքին, նաև կարևոր օր է այդ օրը ձեր տանը, նաև պայմանագիր է կողակ կնքել եւ աշխատանքի եւ մեկ այլ ինչ-որ հարց է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին մայիսի 13-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը հեռախոսազանգ կստանաք, նաև գումարի հետ կապված որոշ խոչընդոտներ կան կամ ստանալու կամ ուղարկելու հետ կապված, նաև այդ օրը ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, ոմանց ամուսնության առաջարկ կանեն կամ դուք կանեք, շատ կարևոր օր է տանը, ընտանիքում, նաև դա հրավերք հարսանիքի կամ գործարք, բիզնեսի հետ կապված, աշխատանքի հետ կապված, ցիկլային աշխատանք է, որը կանեք։ Եվ հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին մայիսի 13-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը մտքերի մեջ եք լինելու առավոտյան ինչ-որ մեկի մասին կմտածեք, ինչ-որ բանի մասին կարող եք մտածել, և այստեղ ինչ-որ փուչիկի նման ինչ-որ բան է պայթում, ինչ-որ գաղտնիք կարող է բացահայտվել, դա կարող է լինել ուշացման հետ կապված, ինչ-որ մի բան իմանաք ուշացման հետ կապված, նաև ժամ կարող եք պայմանավորվել այդ օրը, կամ արդեն իսկ պայմանավորվել եք ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք, իսկ ուշացումը կլինի մոտավորապես 1.5 ամիս, և ուշադիր եղեք այդ օրը, որ ձեզ չմոլորեցնեն։ Ոմանց ամուսնության առաջարկ կանեն, ոմանց դուք կանեք ամուսնության առաջարկ, սա պայմանագիր է նաև աշխատանքի, բիզնեսի հետ կապված, նաև դա կարող է լինել տանը կարևոր իրադարձություն է, այդտեղ հուզվում եք ամենայն դեպս ինչ-որ պահեր են կամ պատրաստվում եք հարսանիքի, ձեր հարսանիքն է, ձեր երեխայի հարսանիքն է, այդպես կարող դրա համար եք հուզվում կամ ամուսնության առաջարկից եք հուզվում, և շատ այդտեղ կարող է լինել այնպիսի գործ, որը մշտապես պետք է անեք, օրինակ այդ ամբողջ օրը նույն բանն եք անելու, և պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դա կարող է լինել բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն, և մեկ այլ պետական հիմնարկություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին մայիսի 13-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը առավոտյան կամ շուտ եք արթնանալու կամ կարող եք քնած մնալ, նաև ոմանց համար դա ինտիմ հարաբերություններ է։ Այստեղ կարող եք լուծել ձեր արձակուրդի հարցերը, գնաք մի փոքր հանգստանաք, ձեզ իրոք պետք է հանգիստ է, ոմանք ուշադրություն պետք է դարձնեն իրենց առողջությանը կամ կարող եք այցելել նման կենտրոն, բժշկական կենտրոն կամ կոսմետոլոգի մոտ, կարող եք դեղատուն նաև գնալ։ Ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, ոչ էլ լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ հետ, որ եւս այդ ձեր տրամադրության բարձր տրամադրության պատճառն է։ Նաև օրվա ընթացքում մտքերի մեջ կլինեք, ինչ-որ մեկի մասին կմտածեք, ինչ-որ բանի մասին կմտածեք։ Եվ ոմանք էլ կընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան, պատվերներ կունենաք, հարցազրույց, հանդիպում պետական աշխատողի հետ, նաև կխոսեք աշխատանքի մասին ուղղակի կամ աշխատանքի հետ կապված ինչ-որ պահեր կան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերի։
Ինչ է սպասվում օձերին մայիսի 13-ին։ Թրանք արդեն 15։ Հարգելի օձեր, այդ օրը կարող են ձեզ սիրո խոստովանություն անել կամ դուք անեք սիրո խոստովանություն, նաև ձեզ սիրված գաք ինչ-որ մի լավ բան լինի, տատանվում եք նաև սիրո հետ կապված հարցերում, գուցե սիրում է թե չի սիրում, կամ գնալ ժամադրության թե ոչ, կամ կգա այսօր սիրելիս թե ոչ, այդպես ինչ-որ հարցեր են, նաև ձեր հարազատ մարդկանց մասին դա կարող է լինել, հա, կգա արդյոք թե ոչ, կամ ինչ անեք, հյուրասիրության հետ է կապված։ Նաև այդ օրը օձեր կան, բամբասանք, չար մարդիկ, չար լեզուներ, չար խոսակցություններ, այդպես, և ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ։ Ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, էներգիայով եք, ոմանց ամուսնության առաջարկ կանեն կամ դուք կանեք, բոլորին ընկնում է, գիտեք, բոլորը ամուսնանում են այդ օրը, ինչ-որ յուրահատուկ օր է, ուրբաթ 13 էլ չի որ ասեմ։ Նաև դա կարող է շատ կարևոր օր է ընտանիքում և կարող է 2023 թվականին, չնայած այդտեղ հարսանիքի օր էլ չի կարելի ասել, որ հարսանիքի օր է։ Նաև պատրաստվում եք օրինակ հարսանիքի գործարք, դա կարող է լինել բիզնեսի կամ աշխատանքի հետ կապված, կամ ինչ-որ ցիկլային աշխատանք է, ինչ-որ աշխատանք է, որ պետք է մշտապես անեք, անընդհատ անեք, նման է, ոչ գործ կա ամբողջ օրը, կարող պատվեր են տալիս ձեզ։ Սիրելին կարող է վերադառնալ տուն, այդպես, ինչ ասես, կարող է ընտանիքի հետ է կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերի։ Ինչ է սպասվում ձիերին մայիսի 13-ին։
Հարգելի ձեր, այդ օրը լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, նաև գումար կամ կծախսեք կամ գումար կստանաք։ Եվ ուշադիր եղեք, որովհետեւ հնարավորություն կողեք ձեր ձեռքից բաց թողնել այդ օրը։ Այսքանը ձեզ համար ուրիշ ոչինչ չկա։ Դե հիանալի է, որ լինում է հենց կոնկրետ 3 քարտի դեպասը։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին։ Ինչ է սպասվում այծերին մայիսի 13-ին։ Հարգելի այծեր, այդ օրը այստեղ պետական հիմնարկության համար կամ ուսման համար կամ ոչ ինչ-որ տեղի համար կարող վիճել ձեր երկրորդ կեսի հետ կամ կարող վիճել նաև վատ զգալ ձեզ, վատանալ, այնպես որ այստեղ պետք է շատ ուշադիր լինել ձեր առողջության, ինչ-որ բանի համար եք վիճում։ Նաև ինչ-որ բան ուշանում է մոտապես 1 ամիս կարող է ուշանալ։ Նաև տատանվում եք, ծանրութ թեթև եք անում, ընտրության առջև կանգնած կլինեք։ Օրվա ընթացքում տանը շատ կարևոր իրադարձություններ կարող են լինել, ինչ որ մեկի համար դե հարսանեկան, չէ, հարսանեկան այդքան չեն, կարող է կնունքի հետ է կապված, ծանոթության հետ է կապված։ Նաև դա կարող է լինել ամուսնության առաջարկ, սիրո խոստովանություն, դուք անեք, ձեզ անեն, նաև պատրաստում եք հարսանիքի իրավեր, պայմանագիր եւ գործնական եւ բիզնեսի հետ կապված, նաեւ ինչ-որ ցիկլային գործ է, որ մշտապես կանեք, եւ ինչ-որ հեռախոսազանգ ունեք, որը որ ձեզ համար շատ հաջողակ է, ինչ-որ մի լավ բան է լինելու, եւս երեկո, եւս էլի լուսավոր մի բան է տեղ ունենում, եւս էլի ձեզ սիրված եք զգում, չնայած այստեղ չի լինում այն մյուս կարտը, ոչ է լուսավոր մի բան տեղի կունենա, եւս էլի, որ ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Եվ հեռախոսազանգը եւ հետո երեկոյան նույնպես, ոնց որ հավելյալ ինչ-որ մի բան է տեղ ունենալու, որ էլի ձեր տրամադրությունը բարձրացնելու է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։
Ինչ է սպասվում կոպիկներին մայիսի 13-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը ինչ-որ մի բան է ուշանում, կարող իմանալ, որ ինչ-որ մի բան է ուշանում, մոտապես 1 ամիս այն կարող է ուշանալ, 1 ամիս, այդպես մի քանի օր եւս ավել, ոմանց այդ օր ամուսյան առաջարկ կանեն, կամ դուք կանեք, տանը շատ կարևոր իրադարձություն է, շատ կարևոր օր է, բոլորին ընկնում է, չգիտեմ այդ ինչ օր է, բոլորի համար, դա գործարք կարող եք ընկել եւ աշխատանքի եւ բիզնեսի հետ կապված, արդեն բերանս հոգնես նույն բաները անընդհատ ասելով, նաեւ պատրաստում եք հարսանիքի կամ հարսանիքի հրավեր, նշանադրության հրավեր, այստեղ ինչ որ մի գործարք է ստակ, որ դուք կարող եք ընկել, ինչ որ մի բան եք ստորագրելու, միգուցե զաքսավորում է, միգուցե պայմանավորվածություն է զաքսի հետ կապված, միգուցե ինչ որ մի կարևոր բան է, որ իրար է կապում մարդուն, հա, մարդուն եւ ինչ որ մի բանի, հա, այստեղ եւ դա ֆիքսվում է փաստաթղթով։ Եվ մտքերի մեջ կլինեք, ինչ որ մեկի մասին կմտածեք, ինչ որ բանի մասին այդ օրը կմտածեք, ավելի շատ հեռախոսազանգ կունենաք, գիշերը շուտ եք պարկում քնելու կամ ավելի ուշ, մի փոքր վատ եք զգում ձեզ, դրա համար ավելի շուտ եք պարկելու քնելու։ Նաև ինտիմ հարաբերություններ է դա ոմանց համար, բայց հիվանդանոցում կարծես թե ինչ-որ մեկը կա կամ դուք պետք է ուշադրություն դարձնեք ձեր առողջությանը կամ զբաղվեք առողջությամբ կամ դեղ խմեք, նոր քնեք, այդպես նաև կարող է լինել։ Այս քնը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին մայիսի 13-ին։
Հարգելի ակաղներ, ինչ-որ մի բան է ուշանում, ինչ-որ մի բան է հետաձգվում մոտապես 1 ամիս կամ 1 ամիս, այդպես մի քանի օր, օրվա ընթացքում կցանկանաք պարկել, քնել, հանգստանալ, նաև դա ինտիմ հարաբերություններ է ոմանց համար, հուզվում եք, ելք եք փնտրում ինչ-որ հարցին լուծում տալու համար, և այդ հուզմունքից նաև կարող եք գոռգռալ, կարող ձեզ չկարողանալ տիրապետել, և հետո նաև ձեզ վատ զգալ, այնպես որ այստեղ պետք է հետևեք ձեզ։ Ինչ-որ ելք փնտրելուց ոչ թե հուզվեք, այլ եթե ուղեղը ավելի սառը պահեք, կկարողանաք յուրաքանչյուր հարցին լուծում տալ այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին մայիսի 13-ին։ Հարգելի շներ, այդ օրը ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, ոմանք նաև այստեղ տատանվում են, թե ինչպես սիրո խոստովանություն անել, ինչ-որ հարցեր լուծել, սիրային միգուցե խնդիրներ կա, այդ հարցի ինչպես լուծումը տալ, որովհետև չեք հասկանում ինչպես այդ հարցը լուծել։ Նաև դա կարող է լինել ինչպես հաշտվել, նաև կարող եք ինչ-որ բան են ձեզ առաջարկում, ձեր սիրելի մարդիկ, ձեր սիրելին և տատանվում եք, չգիտեք ինչ անեք, ինչ-որ կարևոր մի բան է առաջարկում։ Նաև օրվա վերջ ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեր տուն, մի փոքր արդեն ուշ ժամի։ Այսքանը ձեզ համար, չգիտեմ այստեղ սա սպիտակ անգել էր թե չէ, բայց դա եթե անգել էր լավ լույս կլսեք, չգիտեմ, խառնելու ընթացքում ոնց որ աչքովս անգալ։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին մայիսի 13-ին։
Հարգելի վարազներ, նաև խոզեր է կոչվում։ Այդ օրը ոմանց ամուսնության առաջարկ կանեն հրավերք որևիցե առիթի, նաև գործարք կողեք կնքել, տան պայմանագիր կողեք կնքել, նաև այստեղ կարող է լինել տանը շատ կարևոր իրադարձություն է, նշում եք, պատրաստվում եք հարսանիքի, տան հետ կապված հարցեր կան մի խոսքով, այդ օրը նաև դրանցով պետք է զբաղվեք, կարող է լինել տեղափոխություն, կարող է լինել ինչ-որ բաներ, հյուրեր, առիթ նշեք, և հանդիպում կամ շփում կամ ինչ-որ տղամարդ է գալիս տուն, այստեղ հանդիպում կամ շփում կունենաք բացի տղամարդու հետ, և լուսավոր մի բան տեղի կունենա, կարող է տղամարդն է ձեզ ինչ-որ մի լավ բան ասում կամ անում ձեզ համար, որ ձեր տրամադրությունը բարձրանում է, նոր դռներ են բացվում ձեր առջև, նոր հնարավորություններ են բացվում ձեր առջև, բայց չգիտեմ ինչու հետո վիճում եք, ինչ-որ մի բան այնպես չէ, հետո վիճում եք, կամ չեք հասկանում, որ իրոք այդ ինչ-որ դռներ է բացվել, որ պետք է օգտվեք դրանից, բայց կողնավ ուղղակի և նա էլ կա և նա էլ, հա ոնց որ, և ինչ-որ հնարավորություն, որ ինչ-որ մի բան ձեզ մոտ լավ լինի և վեճ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։